Պարոն նախագահ, թեև առիթ ունեցել եք հարցերի պատասխանել, այդուհանդերձ մենք մինչ գալիս ենք այստեղ դատականիստերի, պարզվում է խաղաղությունն էլ գալիս է Հայաստան, ռուսական ցորենի ու ղազախական ցորենի տեսքով։ Այս խաղաղության իրատեսականությունը ինչպես է գնահատում, եթե օրինակ Ալիևը որոշում է Սևանին հասնել եւ անվանել ինչ-որ ֆանտաստիկ անուններով։ Ես չեմ տեսնում խաղաղություն։ Պարոն նախագահ, այսօր Չեմ տեսնում, ուղղակի չեմ տեսնում։ Պարոն նախագահ, այսօր նախատեսված չէ ձեր գործով նիստը մանրամասնիկ ինչն է պատճառը ինչու է նշանակել։ Կգնամ նիստիկ տեսնեմ։ Կարծում Սպասելիությունը ինչով եք պայմանավորում։ Կիրառված խափանամիջոց բացակայելու արգելքը երկու գործով էլ վերացվել է եւ այժմ կարծես թե փորձում են նորից խափանամիջոց ընտրել։ ամենայն հավանականությամբ նիստը կլինի Իսկ դուք դատարաններին հայտնել եք բացակայելու արգելք խափանամիջոց ընտրելիս, որ ցանկանում եք Չէ, ոմանք եք լայնահատված, առանց մանրամասների մեջ։ բռնփակից ես ինչի՞ Պարոն նախագահ, նիստի առնչությամբ ինչ դիտարկում ունեք, ինչ էին ուզում ճշտել, ինչից էին վախեցել։ Թույլ տվեք բան չասեմ, էլի մեկ այլի գալու է։ Մի ուրիշ նիստ էլ կա, էլի։ Պարոն նախագահ, ուղղակի ասեմ, էլի այս պահին մենք ունենք տվյալներ, ըստ դատախազության, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ դուք պատրաստում եք լքել Հայաստանը եւ չգալ։ Հիմա այդքանը գրել ենք, ձեր մեկնաբանությունը չունենք։ Բայց ի՞նչ մեկնաբանություն պետք է լինի, ասինքն ձեզ թվում է, թե ես նման եմ մարդով կարա փախչի։ Դա մեկնաբանություն է արդեն։ Դա մեկնաբանություն չէ, դուք ինքներդ պետք է իմ փոխարեն մեկնաբանեք։ Ես որտեղից եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Դրա համար ուզում եմ հասկանալ։ Ես ասեցի, որ նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախել, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ։ Իմ երկիրն է։ Ես իմ երկրից ու պետք է փախչեմ։ Օպերատիվ տվյալներ էին ներկայացնում։ Ինչ օպերատիվ տվյալներ։ Այդ օպերատիվ տվյալներով ես արդեն փախած պետք է լինեի վաղուց։